Բարի օր, հանրային ռադիոյի եթերում առանց տողատակի հաղորդաշարի հերթական թողարկումն է ես Լևոն Սարդարյանն եմ խոսել եւ խոսելու ենք խնդիրների մասին, որոնք ուզում են կամ պետք է ուզեն հասարակությանը։ Այսօր իմ հյուրն է ազգային ժողովի պատգամավոր Հայաստան խմբակցության անդամ ՀՅԴ գերագույն մարմնի անդամ Գեգամ Մանուկյանը, բարև ձեզ, պարոն Մանուկյան։ Պարոն Մանուկյան, վերջին օրերի իրադարձությունների ֆոնին այսպեսին գերառում եք դուք արել, եթե չեմ սխալվում, ասել էիք, որ ստալինիզմը վերադառնում է Հայաստան։ Վերադարձել է լավ, վերադարձել է Հայաստան։ Հիմա ստալինիզմի որ էլեմենտներն եք դուք տեսել, որ դա ձեզ այսպես հնարավորություն է տվել նման կերպ արտահայտել։ Առիթը եղել էր եկեղեցու դեմ հարձակումը, կոնկրետ օրինակների վրա է բերել։ Երեք նաև լուր տարածվեց, որ ԱԱԾ մեկուսարանում, որը հայտնի է ԿԳԲ-ի պատվալ, իրականում պատվալը բաղուց չի օգտագործում, մի հարկ վերև է։ ԱԱԾ մեկուսարանում նույն խցում են պահվում Բաքրատ եւ Միքայել Սրբազանները։ Եվ ակամա 30-ականների դեպքը հիշեցի, երբ ԱԱԾ մեկուսարանում պատվալներում պահվում էին սրբազաններ, որոնք հետո գնդակահարվեցին։ Բայց իրականում ստալինիզմի վերադարձը շատ ավելի գլոբալ երևույթ է Հայաստանում, որովհետև ի վերջո ինչ է ստալինիզմը։ Քաղաքական, աշխարհայացքային, դասակարգային այդ տարբերության հիման վրա ատելության մթնոլորտ ձևավորում, զոհերի կարգավիճակներ հաստատում, թիրախավորում զոհերի, հետո այդ զոհերի գլխատում, պայմանական եմ ասում, գլխատում։ Եվ անցնող 7 տարիներին մենք դրա ականատեսն ենք։ Եվ վերջապես ստալինիզմը ինչ է։ Ստալինիզմը ժողովրդի հայր Ստալինը կար, որը եթե ասում էր մածունը սև է, նշանակում է մածունը սև է։ Եվ պարբերաբար այսպես Նիկոլ Փաշինյանը գլխից փչած ասում է պայմանական 20 թվական ասեց սեպտեմբերի 21-ին կարծեմ, որ Հայաստանը 2050-ին պետք է ունենա աշխարհի լավագույն ֆուտբոլային թիմերից մեկը, ինչ որ աշխարհի թե Եվրոպայի առաջացում, բոլորը իր կողմնակից պատգամավորների միաբերան կրկնեցին։ Ասեց ընտանիքը իմ օջախն է, չէ, Հայաստանի իմ տունն է, ընտանիքը օջախն է, բոլորը միաբերան ընդունեցին։ Դեռ ավելի Ստալինիզմի ժամանակ ա որ պլակատներ էին թողարկվում այսպես 48 միլիոն դրամ ծախսում էին, որպեսզի ամբողջ Հայաստանը ողողեին Նիկոլ Փաշինյանի այդ խոսքով։ Հետո եկավ իրական Հայաստան, հետո այդ ուրվագիծը, ու այսպես պարբերաբար։ Նայեք, իրականում այս եկեղեցու հետ կապված այդ ամբողջ իրարանցումը, որ առաջացրել է Նիկոլ Փաշինյանը, ակամայից մտաբերում է մի քանի ամիս առաջ մյուրոնորներքի արարողությունը։ Այդ ժամանակ դիսկուրս կար հանրության մեջ, արդյոք իշխանություններին մայրաթոռը պետք է հրավիրի, մայրաթոռն ասում էր, ես համայն հայ ժողովրդի մայրաթոռն եմ, եւ նույն իշխանական պատգամավորներին ազգային ժողովի ղեկավարությանը, վարչագույն ղեկավարությանը հրավիրեց մայրաթոռի եւ վերաբացմանը վերանորոգումից հետո եւ Միրոնի արարողությանը։ Ու այդ պատգամավորների մեծ մասը այնտեղ նստած էին որպես հավատացյալ ժողովուրդ, խոնար, վեհապարի աչքն էին համբուրում։ Ամեն ինչ նորմալ էր։ Մի օր ոչ դե Ստալինը չէ, Նիկոլ Փաշինյանը ասեց, որ գիտեք, այնտեղ խնդրեմ կա, մեկ էլ հաջորդ օրը բոլորը ասեցին, այսօր ամսի 30-ն է։ Այն օրը Նիկոլ Փաշինյանն ասել է վերջ, մի շաբաթ եկեղեցու մասին չեմ խոսալու։ Ես ես վստահեցնում եմ, մի շաբաթ այդ առավոտվանից գիշեր ոտի տակ ընկնող ինչ-որ վերլուծաբան կան, հայկական ժամանակը մի 10 խոսատող գլուխ ունի, ամբողջ օրը վերլուծում են։ Այդ նույն մարդը ձկնարդյունաբերությունից էր խոսում, արտաքին քաղաքականությունից էլ, գինեկոլոգիայից էլ, որոնց 2020 թվականից առաջ չգիտես ինչով են զբաղվում, որոշները կարծեմ խոպան են եղել։ Եվ բոլորը ծպտումները չեն հանելու, որովհետեւ Նիկոլ Փաշինյանն ասել է վետո եմ դնում։ Պարոն Մանուկյան, կներեք, որ ընդհատում եմ, 10 տարի Հայաստանի Հանրապետության ղեկավարը եղել է Ռոբերտ Քոչարյանը, եւս 10 տարի եղել է Սերժ Սարգսյանը։ Կհիշեցնեք մի դեպք, երբ Ռոբերտ Քոչարյանը կուսակցական չէր, բայց քաղաքական առաջնորդ էր, Սերժ Սարգսյանը կուսակցական առաջնորդ էր նաեւ, չէ՞։ Կհիշեցնեք մի դեպք, երբ իրենց կողմնակիցները բացեի բաց դեմ են դուրս եկել իրենց։ Հարգելի պարոն Սարդարյան, հաջող բացեի բաց դեմ դուրս գալու մասին չի։ Ստալինիզմը ոչ թե համեմատությունը, որ ինչ որ մեկը դուրս է եկել Ստալինի դեմ, այլ Ստալինի ցանկացած նույնիսկ տրամաբանությունից դուրս արտահայտությունը դարձել է իշխանական շրջանակի համար համատարած ձևակերպում։
պայմանական ասեմ, Ռոբերտ Քոչարյանի տարիներին ես չեմ մտաբերի որևէ նման արտահայտություն, որը հնչեցվեր ու հետո դա դառնար բոլոր իշխանական падգամավորների, իշխանության կողմնակիցների, որոնք պարտավորված լինեին այդ արտահայտությունը կրկնել պայմանական, այգեն ականջներից քաշքշելու մասին կհիշեք։ Դե լավ, Ռոբերտ Քոչարյանը արել է արտահայտություն, հիմա եկեք բան անենք, տեղափոխենք այդ ժամանակահատված, Ռոբերտ Քոչարյանի արտահայտությունից հետո բոլորը իրենց պարտավորված էին զգում կամ SMS էին ստանում հեռախոս այն ժամանակ արդեն կար SMS էին ստանում որ վաղը այդ արտահայտությունը պետք է կրկնեք ոչ չէ հայլուրով լսում են արդեն հերիք էր չէ հենց այդ է տարբերությունը որ նախագահն իրեն իրավունք է վերապահել որևէ արտահայտություն թողնել բայց դա չի դառնում այլևս բոլորի համար պարտադիր Նիկոլ Փաշինյանը Արցախում ասում է Հայաստան, Արցախ Հայաստանը եւ վերջ, բոլորը հիմա աչքներն են կողում, բոլորը իրենց Facebook-յան էջերում այդ արտահայտությունն անում են։ Նիկոլ Փաշինյանը ասում է Արցախը վաղուց տրված էր, բոլորը միաբերան կրկնում են։ Եվ վերջապես Ստալինի, գիտեք, հիմա մի քիչ շատ այրված եմ, ծովի այրված չի, էջմիածնում է։ Գիտեք, չեմ կարող հանգիստ խոսել։ Այն օրը էջմիածնում իրականում ստալինիզմ էր ամենաահավոր դրսևորմամբ տեսեք ես չեմ այդ քրեական գործերի նույնիսկ վերանալով համարենք որ քննիչները ճիշտ էին բայց տեսեք ամբարտավանության սահմանը մեկ ամիս առաջ հայտնի էր որ քահանայից ժողով է մայր աթոռում այդ օրը մենք մայր աթոռում տեսել ենք ամեն մեկս մեր падգամավորներից ով կար Արմանը Ղազարյան Գեղարքունիքից տեսավ իր Գեղարքունիքի տեր հայրերին մեկը Տավուշից տեսավ ես Քանաքեռիի տեր Շմավոնին էի փնտրում Սուրբ Հակոբ եկեղեցու ամբողջ Հայաստանի տեր հայրերը հավաքված են եւ բոլորին հայտնի է եւ ավանդաբար մայրը հայ առաքելական եկեղեցու կանոնակարգով քահանայի ժողովը վարում է տարիքով ամենա ավակը եւ Միքայել Սրբազանն է ու բացատրել են ախպեր ասել են կանչել եք հարցաքննության ավարտվի ժողովը կգա բայց չէ ու գիտեք ինչ կատարվեց ոչ թե թույլտվություն վերցնելով ներս խուժեցին մտան մի հատվածում մտան ներս Միքայել Սրբազանը պատրաստականությունը երկու դարպաս կոտրեցին Վեհարանի դարպասները հայ ոստիկանը կոտրեց 1930-ականներից հետո չէր եղել նման բան մեկ էլ ռուս լրագրողներից մեկը մոտեցել է ասում է կարող եք ռուս հեռուստատողի համար հանրամատչելի բացատրել ասել լավ եկեք քան ռուսների համար հանրամատչելի բացատրեմ ու Խրիմյան հայրիկի օրինակով բացատրեցի Սուրենյանցի փայլուն կտավը կա Խրիմյան հայրիկը փառահեղ նստած գահին շատ հաճախ դեռ խորհրդային տարիներին են մի օր պատկերասրահում Ռուսաստանից եկած տուրիստների ուղեկցողը նկարագրում է Խրիմյան հայրիկի ով է մեկ էլ մեջ ընկա դպրոցականը ասում բայց այս նամակի մասին չես պատմում այդ կտավի մեխը նամակն է ցարի հրովարտակը ասում գիտեք ասեմ հիմա Նիկոլ Փաշինյանն է այն ժամանակ Նիկոլայ ցարը վանքապատկան գույքերի եկեղեցու բռնագրավման այդ որոշումը վեապարը գետին հետը եւ ամբողջ Կովկասի հայությունը ելավ եկեղեցու պաշտպանությանը լավ հիմա դառնանք վերադառնանք հիմա մեր օրեր նաեւ տեսեք նայեք ներողություն եմ խնդրում ստալինիզմն է նաեւ այդ տոտալ տեսեք ցանկացած իշխանություն ես էլ լինեմ դուք էլ լինեք բնականաբար ցանկություն կունենա գայթակղություն կունենա իր կամքը պարտադրելու թելադրելու ինչքանով կհաջողվի նաև դիմացիներից է կախված եւ նաև մեր բարոյական այդ կարմիր գծերից է կախված բայց այսպիսի տեսեք այդ տարիներին երկուսս էլ եղել են լրատվության ոլորտում շատ են քննադատել իշխանություններին այս կամ այն դեպքը դատական նիստեր հազար ու մի տեսակ բայց ոչ թե ես պաշտպանում եմ Ռոբերտ Քոչարյանին Սերժ Սարգսյանին Լևոն Տեր-Պետրոսյանին որի ժամանակ 2.5 տարի բանտ եմ նստել այլ Հիմա կասեմ Լևոն Տեր-Պետրոսյանի դեպքը դատական իշխանության, այլ տեսեք, այդպիսի բան չի եղել։ Այսինքն ազգային ժողովում
մեր աչքի առաջ Նիկոլ Փաշինյանը նստած բանա ստատուսա տպագրում 2 ժամ հետո պարզումա հարուցվել է քրեական գործ նույնիսկ այնքան ցցուն են անում, այնքան ամբարտավան են անում, որ նույնիսկ չեն էլ փորձում քողածածկույց ստեղծել։ Կներեք, բայց Նիկոլ Փաշինյանը, եթե չեմ սխալվում, 3 շաբաթ առաջ էր Ստանիսլավսկու թատրոնում պատասխանելով մեր գործընկերներից մեկի հարցին ասաց, որ ազգային անվտանգության ծառայությունը ի տարբերություն մյուս իրավապահների ուղիղ անմիջականորեն ենթարկվում է վարչապետին եւ իրեն ամեն օր զեկույցները եղել, այսինքն հետեւաբար ինքը գիտեր, որ քրեական վարույթ կա։ Ոչ։ Նայեք, ես խոսում եմ կոնկրետ փաստի մասին։ Սամվել Կարապետյանը գնում է մայրաթոր։ Այսինքն լրագրող ենք էլի փաստերով խոսենք, խոսի մեջ խոս։ Սամվել Կարապետյանը գնում է մայրաթոր, դուրս է գալիս հարցազրույց է տալիս, կարծեմ Նյուզեյմին։ Նյուզեյմը դնում է մի վերնագիր, որ իրականում Սամվել Կարապետյանը այդպես չէր ասել, որ մենք մեր ձևով կպաշտպանենք, ոչ թե կմիջամտենք։ Վերնագիրը եղել էր միջամտել։ Ես հարգելի պարոն Սարդարյան, այդ պահին որևէ մեկը չի կարող պատկերացնել, թե ինչ կատարվեց, բացի մեր գործընկերներից, որ դահլիճում փոքրաթիվ են մերոնք, դահլիճում նստած, ասում մեկ էր Նիկոլ Փաշինյանը վեր թռավ ու սկսեց չխչխկացնել, որևէ քրեական գործ, որևէ բան չկար։ Այդ չխչխկոցից հետո մեկ էր 2-3 ժամ հետո քնչականը գործի ասում, ԱԱՑ-ով բանով գալիս են Սամվել Կարապետյանը տուն։ Չէ, չխչխկացնել այնպես է կասվում, որ օրբիտա գրամեքենայով է ամեն ինչ արել։ Օլիգարխը բանը հիմա կտենանք են հետևի կանգնած վեհապարը բանը մոտարապես, էլի։ Իսկ այդ օրերին այնքան բան ա գրել, որ արդեն խճճվում է։ Այսինքն ամեն րոպե, ամեն լուր գրելուց հետո մի հատ քրեական բան է։ Ես այստեղ գալուց իմիջիալոց տեսեք կոմպրոմատը լավ բան է թե վատ։ Նայած ում ձեռքին։ Իրավապահը կոմպրոմատ պետք է ունենա, թե իրավապահը եթե ունեցավ փաստ, ուրեմն պետք է իրավական գործընթաց սկսի։ Չեմ կարող ասել իրավապահ համակարգում երբեք չեմ աշխատել։ Նայեք, ուրեմն հայկական ժամանակում կրկնում եմ կան խոսացող գլուխներ, որոնք որտեղից են, բան չգիտես։ Այդ ամեն տեղ կան, մենակ հայկական ժամանակում չէ։ Ուրեմն կա մեկը, այս մի 4-5 օրվա մեջ հարցազրույցում շատ այդ ծառայամտությունը բանա գրում է իշխանության ձեռքում կա Սամվել Կարապետյանի դեմ կոմպրոմատներ։ Վեհապարի դեմ իշխանությունը ունի կոմպրոմատներ, այսինքն դուք հասկանում եք, ունեն փաստեր, պայմանական եմ ասում։ Կներեք էլի, ներողություն եմ խնդրում, դա ենթադրական ինչ որ ենթադրում եմ, որ այդ մարդը ենթադրում է, որ նման բան կա, ոնց որ ասենք դուք ենթադրում եք, որովհետև դուք լսել եք, որ երկու սրբազանները նույն խցում են ազգային անվտանգության ծառայության մեկ ուսարան։ Ես հաստատապես եմ դրա մասին ասել։ Վստահ եք։ Այո, որտեղ խոսքը վերաբերվում է տեղեկությանը։ Շատ լավ։ Ուղղակի չեմ իմանում, որ կամերնա իմանամ Նաև նախկին ժամանակների հետ կապված տեսեք Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակը ասեցի, ես 2.5 տարի անցկացրել եմ բանտում Լևոն Տեր-Պետրոսյանի ժամանակ։ Մարդկայնորեն կարող եք պատկերացնել, որ կներեք ամոթել ասել, բայց այս ժամանակ արդեն գործող լրագրող է, այնպես որ լավ է։ Տեսեք, դրոյի դատավարությունը մոտ 1.5 տարի տևեց, որ իշխանության համար կարևոր քաղաքական հարցեր մեղադրանք պետք է լիներ դաշնակցությանը, մեղադրանք պետք է լիներ Հրանտ Մարգարյանին։ 1.5 տարի դատը ձգվելուց հետո դատավորը, մինչև հիմա էլի մարգանքի արժանի դատավորը, ի վերջո դատավորը հազար ու մի տեսակ ձևերով, բացատրություններով, համոզելով, մանրամասները չգիտեմ էլ, ի վերջո քաղաքական վճիռ չկայացրեց։ Բայց հիմա այնքան է իշխանությունը Ստալինյան ամբարտավանության, դա իրենց համար ինչ տարբերություն, Չեկայի երյակում ով է, տրոյկում ով է։ Տրոյկեն, արդեն երրորդ դատն է, այդ տրոյկի մեջ մի մարդ է։ Նույնիսկ դատական պրակտիկայում հերթապահության սկզբունքով է դատերը լինում, վիճակա ավտոմատ սկզբունքով է դատավորը ընտրվում։ Լավ, Էյնշտեյնի հավանականության տեսությունը գլուխպատով է տվել։ 3 դատ աղմկարույց դատ Սամվել Կարապետյան, Բագրատ Սրբազան, Միքայել Սրբազան, բոլորը նույն մարդն է, որը 3 առաջ օրը կուսակցական էր ու միանգամից հայտնվել է դատական համակարգում։ Նույնիսկ երբ որ ժամային առումով է
հետևում թե ինքը ինչ ժամանակահատվածով դատականիստերը անում, աշխատանքի տեսչությունը պետքա դատական դեպարտամենտի դեմ ծառայողական վարույթ հարուցեր։ Մարդը 60-70 ժամով օր ու գիշեր աշխատում է, ծառայում է իրականում, չի աշխատում, դատավորն է աշխատում, ինքը ծառայություն է իրականացնում։ Սա է իրականում այս մթնոլորտի ամենամեծ ողբերգությունը եւ իրականում ստալինիզմը ինչ էր։ Ստալինիզմը հանրությանը ասել Լևոն Սարդարյանը քխ է, դասակարգային ճշտամի է, Գեղամ Մանուկյանը այ կուլակա, որտեղ մի կովի տեղը ունի 2 կով ու բոլորին լարի։ Ի վերջո այդ ժամանակ ամեն գյուղ ունի իր այդ ժամանակվա դանոս գրողները, որոնք մինչև հիմա թորներն են, բայց այդ պապերի գրած դանոս գրողներին մինչև հիմա հիշում են։ Այդ ատելության հարևանս 2 կով ունի ես չունեմ, արի մի հատ դանոս գրե որ կուլակա։ Ու այդպես հազարավորները գնացին։ Ու այդպես սկսած գրողների միությունից էր։ Ի վերջո ինչպես էին բանտարկում գնդակահարվում մեր գրողները։ Այն կողքի գրողի գրածով հիմա ստալինիզմի դրսևորում չի որ քո գրողների միությունը գիտեք տարիքն է, ես դպրոցական տարիներին հիշում եմ ինչ կլանված էի կարդում, օրինակ Պարուս Սևակիի 5 հաթորյակը կա, հատոր կա, որտեղ գրողների միության համագումարներում իր ելույթները կային։ Ինչերի մասին են խոսել մեր գրողները։ Դրանք գրողների միության համագումարների կենտկոմի առաջի քարտուղարներն են վախեցել գնալ։ Համալսարանի գիտխորհրդի նիստին կենտկոմի առաջի քարտուղարներն են վախեցել գնալ։ Ու այդ գրողները որ կան, հիմա գրողները դեռ չեն գրում, ուղղակի գլուխները կախել են սեղանի տակ, համալսարանի դասախոսները գլուխները կախել են սեղանի տակ ու սուս են, որովհետև միգուցե սուս են, որովհետև դուք կաք այդ ամենի մեջ, որովհետև այդ տեսակետն էլ կա, որ ցանկացած վայրում, որտեղ հավաքվում են, կուտակվում են, չգիտեմ, ինչ բնորոշում ուզում եք տվեք, այսպես կոչված նախկին իշխանության ներկայացուցիչները ժողովուրդը այնտեղ չի գնում։ Հարգելի պարոն Սարդարյան, համարեմ, չկա որևէ ընդդիմություն, չկա որևէ նախկին նախագահ, չկա դա, չէ, խոսքը ոչ թե իշխանությանը Նիկոլ Փաշինյանը թե Գեղամ Մանուկյանը լինելու դիլեմայի բանավեճի մեջ է, այլ փսփսում են չէ իրար մեջ, որ ոնց կլինի հայոց պատմությունը, ոնց է սարքում հայ ժողովրդի պատմություն, ոնց է ձևախեղում պատմությունը, փսփսում են չէ այդ գիտությունների դոկտորներ, պրոֆեսորներ, լավ ասում են հո գժի տեղ մեջ չեք դրե, բերել եք կրթվել է նորաձև է, դասախոսություն եք իմ համար կարդում, իրենք ներսում պայթում են, բայց ոնց որ ստալինիզմի ժամանակ հետո բրեժնևյան ճահճացման ժամանակ էր, Բրեժնևյանինը ուրիշ ձև արտահայտվեց, այդ հայտնի սովետական տերմին կար, խոհանոցում էին այդ ամենը խոսում, հիմա էլ որ առանձին խոսպես փսփսում են, բայց այդ վախը կամ պատճառով, որտեղ թիրախավորելու են, Հասմիկ Պապյանի օրինակը ամենահավուրն է, Հասմիկ Պապյանի 18-ին այս իշխանության կողմնակիցները ձեռքերի վրա էին բարձրացնում, որտեղ Հասմիկ Պապյանը հրապարակային այդ ժամանակ առանց խորշելու, առանց վախենալու, ասեց որ ես այս շարժումը ողջունում եմ, բառացի չեմ հիշում։ Հասմիկ Պապյանը 2 օր առաջ Միքայել Սրբազանի աջակցության լուսանկար ու պարզ գրություն է արել։ Ինչ են արել։ Նիկոլ Փաշինյանը ինչ արել, կինը ինչ արել։ Անարգանքի սյունին այ գամել։ 37-ը ոնց է լինում։ Հիմա որ ասում են, այ տեսեք կյանքը երրում է։ 37-ը, եթե անընդհատ մենք խոսում ենք 37-ի մասին, դա ենթադրում է, որ այս հարցազրույցից հետո կամ ասենք ցանկացած գրառումից հետո դուք պիտի պատկերավոր ասած կանգնեիք գնդակահարության պատի տակ։ 37-ը այդպես է լինում։ Ասեմ, չէ, միշտ ամեն երևույթ մոդեռնացվում է։ 2 օր առաջ մեր ուսանողականի տղեկն էին հարցնում, մասնագիտությանս բերումը։ Թուրքիայում տարբեր ժամանակներ եղել են զինված հեղաշրջումներ։ Ենթադրենք 60 թվականի զինված հեղաշրջումից հետո Թուրքիայի նախկին վարչապետ Ադնան Մենդերեսը կախաղան բարձրացվեց։ Ու լիքը մարդ կախաղան բարձրացվեց։ 71-ին որ եղավ, այդքան կախաղան չկար։ Ավելի մեղմ էր, բանտարկություններ ման, բայց ավելի ստորին շրջանակներ, Ձախակողմյաններ եւ այլն։ 80 թվի զինված հեղաշրջումը որ եղավ, այն ուղղակի սահմանափակեցին քաղաքական կուսակցությունների գործունեությունը, այսինքն 60 թվի կախաղանը չկար, բայց այդ բոլորը կոչվում են Թուրքիայում զինված հեղաշրջում։ 96-ին որ եղավ, այդ արդեն կոչվեց պոստմոդեռն, որ ոչ թե տանկերը ելան փողոց,
այլ ուղղակի այս ժամանակվա Էրդողանի հոգևոր հորը այն ժամանակ փոխվարչապետ էր Նեժմեթին Էրբականին, ասին թող գնա զինվորականները, գնա, որ ինքնին հեղաշրջում էր։ Հիմա նույնը վերաբերվում է Հայաստանին, հիմա վաղը դուրս գամ չեն գլխատելու, բայց ես ձեզ մի օրինակ ասեմ։ Էջ միացնում այդ օրը բուրն է եղել, երբ որ հավատացյալ մարդը տեսնում է իր վեհարանը, որը ամեն քաղաքացի գիտի վեհարանի դարպասների մոտ կանգնում է, եթե թույլ չեն տալիս, առիթ չեն ստեղծում, ինքը չի կարող մտնել, տարած որտեղ վեհարանն է։ Տեսնում է ոստիկանները ջարդում են, ինչ պետք է անեն, առաջի բանը մեր վեհարանը պահեցին մարդիկ, որը իշխանություն արագ ձևակերպեց արդարադատության խոչընդոտել, հարուցեց քրեական գործ։ Քրեական գործից հետո պայմանական ասեմ, ըստ իրավապահներով պետք է մեղավոր լիներ, գեղամը, որը ենթադրենք այդ դարպասը պահել է կամ ոստիկանի ուսադիր է փոկել, թեև չի եղել։ Ինչ արեց իրավապահ համակարգը։ Բերյան կոպիտ էր, սրանք ուղղակի մոդեռնիստական։ Մտածեցին, դե ինչ միացնում եղածները եկել են քննչական կոմիտեի դեմ, ու ինչ անենք, եկեք որս անենք։ Շուրջ 100 հոգի որսացել են։ Բոլոր քաղմասները, պարոն Սարդարյան, դուք չեք պատկերացնում, բոլոր քաղմասները այդ օրը լցված էին քաղաքացիներով, 6-7 ժամ պահել են, գնացել եմ Արաբգիրի քաղմաս, տղեկ են կանգնած, պարոն Մանուկյան, ասում մեր ընկերն է, իր ամբողջ մեղքը, որ Մամիկոնյաց փողոցի վրա է ապրում։ Ընկերոջը զանգել ասել արի գնանք սուրճ խմենք, քննչականի դիմացի շենքն է։ Կապ չունի այդ ոչ մի բանի հետ։ Հավաք է բերել էին քաղմասներ, ու որպես քրեական գործի կասկածյալ։ Այսպիսի բան, նույնիսկ այս 5 տարվա մեջ եղել է դիմադրության շարժման մեջ օրերին, որ 6-700 հոգի բերման են ենթարկվել, բայց չի եղել, որ քրեական գործով միանգամից դարձնեն կասկածյալ, խուզարկեն, հեռախոսները վեստեն, սա անեն, գիշերվա 1000-ին էլ թողնեն, որտեղ բնականաբար բան չկար։ Ուղղակի տարբեր ժամանակներում տարբեր են, բայց Մանուկյան, բայց ասենք տեսեք, հիմա փորձենք այդ ամեն ինչը դիտարկել իշխանության տեսանկյունից։ Հայտարարվում է, որ բացահայտվել է ահաբեկչության նախապատրաստում։ Դրանից հետո տեղի են ունենում իրադարձություններ, եթե դուք լինեիք իշխանության, նույն ձևով չէիք արձագանքելու զարգացումներին։ Մարդիկ խոսում են մարդկանց սպանելու մասին հնարավոր։ Նայեք, ես այդ ձայնագրությունների հետ կապված Արբերաբար ասում եմ, այսինքն այստեղ երկու բան կա, քաղաքական գործիչները կամ իրավապահները մեկ կերպ պետք է բան անեն։ Լրատվամիջոցները այդ ամենը հալած յուղի տեղ չպետք է։ Ընդունում եմ։ Իրականում ես եթե նորից խմբագիր լինեի, հանձնարարություն կտայի լրագրողներից մի հատ հասկանան, էտին ձայնագրություններ են, ձայնագրությունների բովանդակությունից հասկանային, էտի 3-4 ձայնագրություններ։ Հետո մեկ էլ հարց տային, ասեն իրավապահներ, ցավները տանեմ, այդ որ ասում եք իշխանություն էին զավթում։ Հարց, շատ կարևոր հարց։ Էլի ստալինիզմին գալու։ Ինչ ա եղել։ Եղել է կոմունիստական կուսակցություն, եղել է Գերագույն խորհուրդ, եղել է ՆԿՎԴ, իրավապահ համակարգ, Վիշինսկու դատախազություն եւ դատարան, Չեկայի տրոյկա։ Սահմանադրությունը Սովետական միության 32 թվի աշխարհի ամենադեմոկրատն ա եղել իշխանության ճյուղերի տարանջատում բան մենք ապրում ենք երջանիկ երկրում այն կապիտալիզմի երկրում սոված են մարդիկ բան բայց կատարում էր այն ինչ որ կատարվում էր բայց այս բոլորը Պրավդայի գրած խմբագրականը բոլորի համար օրենք էր Իզբեսյան պետք է արտատպեր Գերագույն խորհուրդը եւ այլն հիմա տեսեք ինչա կատարվում մի պա վերցնեմ ին ձայնագրություն կա Բաքրացել Փազանի ճիշտ է մի պա վերցնեմ այն փաստաթուղթ այդ պլան կոչվածը ճիշտ է այդ ամեն ինչը վերցնեմ ճիշտ է բայց հիմա երկու փորձ ունեցող էլի տարիներով աշխատել ենք լրագրողներ հիմա հարց իշխանության Պրավդայում Civic AM-ա կոչվում հայտնվում է մի փաստաթուղթ մի տողնա ջնջած ես անկեղծ ասած այդ բանը չէի հասկանում թե ինչն է ջնջած կարդում եմ տեքստը հատուկ որոշեցի ասի կարդամ այս պլանը ինչի մասին հասկացա որ պլանը ուղղակի արմավիրում շատ հայտնի խոտաբույսի հետ կապված առնչություն ունեցող որտեղ տեքստը որ կարդում ես այնտեղ երևում է տարբեր կտորներից է կպցրած մեկ է միտեղ տեսնում ես որ առաջին դեմքով մեկն ասում է հաշտեցնեմ Սերժ Սարգսյանի Ռոբերտ Քոչարյանի հասկանում ես որ այս ինչ որ պլան չի հաջորդ օրը Էսի Civic AM-ում է հայտնվում։ Հաջորդ օրը
քննչական կոմիտեն հրապարակում է այդ նույն պլանը, որպես հանցագործության հիմքերից մեկ։ Այդ վերևի մասը ջնջածը որ հանում է, մեկը պարզում է այս Civic-ի տպածը մի անգամից բում, չէ, իշխանության պատգամավորների։ Պարզվում է 24 թվականին էր, բայց հաջորդ հարցը, այս փաստաթուղթը ում մոտ էր մի օր առաջ Civic-ի տպելուց, քննչականի մոտ էր, որը տպել էին Civic-ում, քարոզչական մթնոլորտը ապահովել էին, հետո քննչականներ, իսկ այդ առումով իշխանության ռոպագանդայի եւ քննչական մարմինների սերտաճումը ես բարբերաբար ազգային ժողովում ԱԱՑ պետին էլ եմ ասել, ներքին գործերի, քննչականներ, իշխանության պատգամավորներ, սա վաղը ամենամեծ դատերից մեկն է լինելու։ Տեսեք, ես կոնկրետ օրինակ բերեմ։ Դուք պետական լրատվականների ղեկավարեք եղել, հասկանում եք, քաղաքապետարան պայմանական կամերաներ կան, չէ՞, քաղաքապետարան, որը միացած է մի հատ սերվերի, չէ՞։ Անվտանգ պաշտպանվող սերվերն է։ Օրինակ հայկական ժամանակի կամ ժողովուրդ թերթի լրագրողը 2 ժամ հետո այդ սերվերից կարա վիդեո հանի։ Ոչ։ Հիմա տեսեք, հանգուցյալ Մեհեր Սահակյան, ողորմածիկը, Մեհեր Սահակյան դեպք եղավ Վլադիմիր Վարդանյանի հետ, Մեհերը վազել է Միջանցքում 2 ժամ հետո։ Իշխանությունը որպեսի քարոզչական մթնոլորտ ապահովի, որ Մեհեր Սահակյանը ազգային ժողովի տարածքով վազել է, 2 ժամ հետո իշխանության քարոզչական մեքենայում հայտնվում է տեսանյութը։ ԱԱՑ-ը հարցում եմ գրում, ասում ախպերներ, այդ սերվերը ազգային ժողովում է, անվտանգային կարևոր սերվեր է, որտեղ Ալեն Սիմոնյանի կամերան կա, ամբողջ 300 քանի կամերա է։ Ասում որտից է հայտնվել այս մեդիայի է, ինչա, այս կայքում, ասում դիմեք ՊՊՑ։ ՊՊՑ-ին ասեմ, որտեղից է հայտնվել։ Ասում չգիտեմ, դիմեք ազգային ժողովի աշխատակազմին, ազգային ժողովի աշխատակազմին, ասում որտեղից է հայտնվել, բայց չգիտեմ, ՊՊՑ-ն է դրան հսկում։ Իսկ ի՞նչ է կատարվել։ Խմբակային հանցագործություն։ Քան որ իշխանությունը պետք է եղել, ասել են, սերվերը վերցրել են, այդ կտորը կտրել են, տվել են իշխանական լրատվամիջոցին, Պրավդայի օրինակ տրուդ ա եղել այն ժամանակ կամ Կրասնոյ Знамя կամ անաստվածների օրինակ շաբաթաթերթ Ստալինի ժամանակ շատ ա եղել։ Իմ պատգամավորական ամբողջ գործիքակազմը օգտագործեցի, չկարողացա գտնեմ բանը։ Ի վերջո այդ սերվերից, որը քրեական հանցանք է, որի շուրջ քրեական գործ չհարուցեցին, բայց ու հասկանում եմ, որ բոլորը խմբակային այս հանցագործության մասին ոնց որ 30-ականների Ստալինի ժամանակ։ Լավ, վերջում փորձենք այս ամեն ինչից մի հատ ինչ որ հանրագումարի գանք, հա, փորձենք ավելի ճիշտ տեսեք, անհնար է շրջանցել թեման, երբ հայտարարվեց, որ Միքայել Սրբազանին, Աչապահյանին առաջարկում են որպես վարչապետի թեկնածու, ձեր խմբակցությունը, Հայաստան խմբակցությունը մի անգամից միացավ, ասեցինք մենք, բայց Աչապահյան, Սրբազան Աչապահյանը ձեզ չմիացավ այս դեպքում։ Չէ, այդպես չեղավ մեր դիրքը։ Մոտավորապես այդպես։ Չէ, այդպես չեղավ։ Գիտեք, ինչպես impeachment-ի հարցում այս քննարկումը որ կա, մենք ունենք մի հատ գործիքակազմում մեծ բաց, որը բարբերաբար ասում ենք, լավ, պատիվ ունեն Հայաստան խմբակցությունները, մենք Հայաստան պատիվ ունեմ խմբակցությանը հավաստիացրել են, որ մեր ստորագրությունները իրենց տեխնացուի անվան տակ կա, մնում է 2 ստորագրություն, Հովիկ Աղազարյանն ու Հակոբ Ասլանյանը չէին միանում։ Երբ որ եղավ Էդմոն Մարուկյանի հայտարարություն, Հովիկ Աղազարյանի եւ Հակոբ Ասլանյանի հայտարարությունը իրենք պաշտպանում են, ստեղծեց մի իրավիճակ, որ շատ լավ հնարավորություն կար այդ 36 ստորագրությունը ստանալ։ Դրա համար շատ արագ մեր խմբակցության եղավ հայտարարություն, որ Միքայել Սրբազանի համաձայնության դեպքում Հայաստան խմբակցությունը պատրաստ է, որտեղ հասկանում ենք մենք Միքայել Սրբազանի հետ ուղիղ այդ բանի շփում չունենք, որտեղ Մայրաթորում վեհարանում էր Սրբազանների հետ եւ հետո քնչականում առավել եւս շփում չունենք, ակնկալելի էր թե ինչ կասի Միքայել Սրբազանը։ Միքայել Սրբազանի ասած ընդունեցինք ի գիտություն, ցավոք սրտի էլի մնացել ենք այս իրավիճակում, երբ որ impeachment-ի գործընթացը սկսելու համար շարունակում է բացակայել 2 ստորագրություն։ Ժողովրդական լեզվով ասած հինտներում եկել է։ Մի օր կարող է Հովիկ Աղազարյանին ու Հակոբ Ասլանյանին համոզենք։ Շնորհակալություն զրույցի համար, հիշեցնեմ այսօր իմ զրուցակիցներ, ազգային ժողովի падգամավոր, Հայաստան խմբակցության անդամ, Հեղափոխական դաշնակցության գերագույն մարմնի անդամ Գեգամ Մանուկյանը, ես Լևոն Սարտելյանն եմ, կհանդիպենք արդեն վաղը նույն ժամին, նույն վայրում, հաջողություն եւ համբերություն բոլորիս։